48-օրյա մեծ պահքից հետո հայ առաքելական եկեղեցու գլխավոր իրադարձությունն է։ Քրիստոնյա աշխարհը նշել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Այն դարձել է քրիստոնեական վարդապետության ու հավատքի հիմքը։ Կիրակի հայ առաքելական բոլոր եկեղեցիներում հարության տոնի սուրբ պատարագ է մատուցվել։ Հայաստանի տարբեր բնակավայրերից ու Սփյուռքից հարյուրավոր քրիստոնյաներ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հավատով ու աղոթքով են մասնակցում պատարագին եւ օրհնություն ստանում։ Քրիստոնյաները նախ հաղորդություն են ստանում, միմյանց փոխանցում Քրիստոս հարյավ իմեռելոց հաղթական ավետիսը։ Գարնան գալուստը ավետող գեղեցիկ ծաղիկներ ու Քրիստոսի արյան գույնը խորհրդանշող հավկիթներ։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանն այս տարի նույնպես հարության տոնի կապակցությամբ զարդարված է Ծառուկյան ընտանիքի կողմից։ Գոհանում եւ շնորհակալություն ենք հայտնում Ծառուկյան ընտանիքին այս նվերների համար եւ ընդհանրապես որ այս բարեպաշտ ընտանիքը մեր հայրենիքում կա։ Աղոթեցեք իրենց համար եւ հիմա մենք էլ աղոթում ենք, որ Աստված արևշատություն շնորհի, գործոց հաջողություն եւ որ շատ կարեւոր է առողջ լինեն մեզանից անպակաս։ Աղոթեցեք, որպեսզի այն ամենը, ինչ իրենք իրենց բարի սրտից կամենում են կատարել, այսուհետ թող Աստված հաջողի, թող տեղի ունենա։ Աստված օրհնի ու պահպանի Ծառուկյան ընտանիքը եւ ձեզ բոլորիդ հարազատներ։ Թող Աստված օրհնի ձեզ, շնորհավոր Սուրբ Զատիկ, Քրիստոս հարյավ իմեռելոց։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Սուրբ պատարագի ժամանակ օրնվել են Խաչյալ Հիսուսի կենարար արյան գույնը խորհրդանշող հավկիթները, որից հետո հավատացյալները օրնված ձվերը տուն են տարել ու զարդարել Զատկի տոնական սեղանները։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում մեղքերից ու վերադարձ առ Աստված։ Աստծո որդու խաչելությամբ ու մահվամբ քրիստոնյա ժողովուրդն արժանացավ հավիտենական կյանքի։ Ով հավատում է ինձ, մահից հետո կապրի ու կարժանանա հավիտենական կյանքի։ Կգարձեմ, որ քրիստոնյա աշխարհին եւ մանավանդ մենք հայ, որպես առաջին ազգ ընդունած քրիստոնյա ազգի ավելի մեծ դոն չի գրնարելալ, որ Քրիստոսի հարությունն է եւ ոչ թե ինքը հանձնվեցավ մահվան, այլ ինքը հոժարագամ կնաց մահվան եւ իր աստվածային զորությամբ հարություն արավ։ Եվ մեծագույն բանը, որ մենք որպես ճշմարիտ քրիստոնյաներ, որպես հայ ազգ եթե պիտի անենք մեր քրիստոնեության արժեքը գտնանք։ Սա մեր համար մեծ տոն է, հայերի համար կարևոր տոն է քան նոր տարին, ու մեծ շքով նշում ենք։ Հարության տոնը իմ ամենասիրած տոներից մեկն է։ Ցանկացած տոն ես այդպես չեմ ընդունում, ինչպես որ Սուրբ Զատիկը, որ Հիսուս Քրիստոսը խաչվեց եւ իր արունը թափեց մեր բոլորի մեղքերը քավելու համար։ Թող օրհնվի այս օրը, թող օրհնվի մեր ազգը, մեր հայ ազգը։ Հավկիթ ենք ներկում, փլավն ենք սարքում, ձուկն ենք եփում, կանաչի ենք ունենում։ Այսպես բոլսը հայություն ենք, այսօր եկանք, երեք քիշեր եկանք, որ աս մեծ դոնը հայրենիքը դոնենք։ Քրիստոսը խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որ խորտակվի մահվան իշխանությունն ավետելով նոր կյանքի սկիզբը, լուսավորվեց նոր կյանքի ճանապարհը։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։